Դե նախորդ դասերին մենք առաջի կարգի դիֆերենցիալ հավասարումները քննարկեցինք, ինչպես լուծել, ինչ տեսակներ կան, բայց եթե անկեղծ ասենք առաջի կարգի հավասարումների այն տեսակները, որոնք լուծել էին, զուտ ինչ-որ ինձ անգլերեն ասում են bag of tricks, հա, հնարքների տոպրակ ունենք կամ պարկ ունենք, որտեղից ինչ-որ անջատվող փոփոխականով հավասարումներ ինչ-որ մի ձևով լուծեցինք, իրար հետ առանձնապես այդ ձևերը կապված չէին, հա, գծային հավասարումների մի ձևով լուծեցինք։ Ավելի բարձր կարգի հավասարումների անցնելիս էլ այդ հնարքները չկան, կարելի ասել, կամ կան այլ հնարքներ, բայց շատ ավելի բարդ ինչ-որ բաներ մենք կքննարկենք, եւ բարձր կարգի հավասարումների ժամանակ հստակ պետք է տարանջատել գծային եւ ոչ գծային հավասարումները, դրանք իրարից շատ են տարբերվում, ոչ գծային հավասարումների համար ինչ-որ հատուկ մեթոդներ լուծման չկան, դրա համար մենք կկենտրոնանանք առաջիկա մի քանի դասերին կկենտրոնանանք գծային հավասարումների վրա, գծային դիֆերենցիալ հավասարումների վրա, կարա հարցը առաջանա, ինչ են երկրորդ կարգի հավասարումները առանձին դիտարկում, ինձ մի քանի պատճառ կա, առաջինը այնա, որ կիրառական տեսանկյունից սրանք շատ են հանդիպում, հատկապես մեխանիկայում, էլեկտրական շղթաների տեսություններում, օրինակ, իհարկե մենք այդ ֆիզիկական կողմը չենք նայելու, բայց առանձին երկրորդ կարգի հավասարումները մեծ ուշադրության արժանի են կիրառությունների մեջ, իսկ մաթեմատիկական տեսանկյունից կամ միգուցե ավելի շատ մանկավարժական տեսանկյունից երկրորդ կարգի հավասարումները արժի դիտարկել, որովհետև իրանք ոնց որ կապող կամուրջ հանդիսանան առաջի կարգի գծային հավասարումների եւ բարձր կարգի հավասարումների միջեւ։ Մենք ինչ որ կանենք երկրորդ կարգի գծային հավասարումների հետ, կտեսնենք, որ նույն ձևի կարելի է տարածել n-րդ կարգի գծային դիֆերենցիալ հավասարումների վրա, ցանկացած n-ի համար։ Դե սկսենք երևի նախ հիշենք ինչա երկրորդ կարգի գծային դիֆերենցիալ հավասարումը, էլ առանձին սահմանով չենք գրում, քանի որ ընդհանուր դեպքում մենք գծային հավասարումները սահմանել ենք, հիշենք, որ երկրորդ կարգի գծային դիֆերենցիալ հավասարումը ունի a0x y2 շտրիխ պլյուս a1x y շտրիխ պլյուս a2x y հավասար է fx տեսքը Եվ իհարկե, եթե ենթադրենք, որ a0x-ը 0 չի, որտեվ այն կետերում, որտեղ որ a0x-ը 0 է դառնում, ոնց որ այդ կետում արդեն հավասարումը դադարում է երկրորդ կարգի լինել, հենց որ եթե մենք փորձենք լուծել այդ հավասարումը, այնպիսի միջակայքեր պետք է դիտարկենք, որտեղ այս a0x-ը 0 չի դառնում։ Դրա համար կարող ենք ենթադրել, որ a0x-ը 0 չի ու հավասարումը բաժանել a0x-ի վրա նոր նշանակումներ մտցնելով հավասարումը կգրենք այս տեսքով, հա։ Եկեք այս հավասարումը լավ, առայժմ ինչ որ տառով չնշանակենք, հետո եթե կարիք լինի կնշանակենք, մենք կքննարկենք այս տեսքն ունեցող դիֆերենցիալ հավասարումները։ Եկեք նախ մի քանի օրինակ ամեն դեպքում նայենք, քանի որ ցած մեծ թեմա ենք սկսել, եւի օրինակներից սկսենք, բնության մեջ հանդիպող օրինակներից։ Առաջի օրինակը, եթե հիշում եք, մենք դիտարկել ենք ընկնող մարմնի խնդիրը, այնտեղ ստացել ենք երկրորդ կարգի դիֆերենցիալ հավասարում կարծեմ այս տեսքով, եթե օդի դիմադրությունն էլ հաշվի առնենք,
Որտեղ m-ը մարմնի զանգվածն է, ժ-ն ազատանկման արագությունը, գամման էլ այդ դիմադրության գործակիցը, x-ով էլ մարմնի դիրքն է, բարձրությունն է նշանակված ժամանակի տեպահին, տեսքից ակնհայտ է եղնում, որ սա երկրորդ կարգի դիֆերենցիալ, գծային դիֆերենցիալ հավասարում է։ Մեկ այլ օրինակ, որ հիմա ուզում եմ նայել, զսպանակի խնդիրն է, այլի շատ հայտնի խնդիր է ֆիզիկայում, մեխանիկայում։ Ու կարևոր պարզ խնդիր է, կարելի է դիտարկել, ինչ ունենք, ուղղաձիգ զսպանակ ունենք, ինչ որ տեղից կախված, հա, զսպանակը պայմանավորում ենք այսպես գծել, ու զսպանակից, համարում ենք իհարկե, որ զսպանակը զանգված չունի, այդպիսի ինչ որ պարզեցումներ ենք անում, զսպանակից կախված է ինչ որ m զանգվածով մարմին։ Ուզում ենք, պատկերացրեք մարմին ձգել ենք, բաց ենք թողել, ինքը շարժում է կատարում, ուզում ենք այդ շարժման հավասարումը ստանալ, այսինքն բնութագրել մարմնի դիրքը, էլի կոորդինատների համակարգ, քանի որ մի ուղղությամբ է շարժումը, մենք ընդհանրապես մի ուղղություն կընտրենք, x-ը թող լինի, հա, x տեով նշանակենք այս դեպի վերև գնացող ուղղությունը, ու փորձենք մարմնի հավասարումը, շարժման հավասարումը գտնել։ Դե ինչ ուժեր են ազդում մարմնի վրա, ընդհանրապես երկու ուժ է, չէ՞։ Էլի, եթե օդի դիմադրությունը հաշվի չառնենք, իր վրա ազդում է միայն դեպի ներքև ուղղված ծանրության ուժը, mg-ն, եւ դեպի վերև զսպանակի առաձգականության ուժը, չէ՞։ Որը առայժմ եկեք ասենց f առաձգականություն գրենք։ Ինչ պետք է հիշենք, որ այդ առաձգականության ուժը ինչ որ օրենքով է որոշվում, չէ՞, փոքր երկարացումների դեպքում դպրոցից պետք է հիշեք Հուկի օրենքը, որ առաձգականության ուժը ուղիղ համեմատական է մարմնի երկարացման։ Հիմա դա ավելի ճշգրիտ կգրենք։ Ուրեմն նախ եկեք զսպանակը նախ նայենք ոնց որ առանց երբ որ մարմին կախված չի, ինքը ինչ որ այլ երկարություն ունի, չէ՞։ Եթե այս մեր զսպանակն է։ Եթե մարմին ենք կախել, բայց չենք շարժել, ուղղակի հավասարակշռության վիճակում մարմինը կախված է, զսպանակը որոշ չափով երկարում է, չէ՞։ Այդ երկարացումը եկեք, հա, եթե այս վիճակում է, այստեղ այս երկարացումը ինչ-որ փոքրատար S տառով նշանակենք, իսկ մասնիկի դիրքն էլ արդեն ըստ այս հավասարակշռության վիճակի կորոշենք, եթե սա 0-ն է, հա, x-ը սա x հավասարը 0-ն է, ինչ ունենք։ Ունենք, որ հավասարակշռության վիճակում պետք է ուժերն իրար հավասարակշռեն, չէ՞, այսինքն mg-ն հավասար է, կայով էլ նշանակում ենք զսպանակի կոշտությունը, ոչ թե կոշտությունը, այլ կոշտությունը, չէ՞, կոչվում է մեծություն, հա, ուրեմն սխալ չենք ասում։ mg-ն հավասար է k s-ի, որտեղ s-ը այս հավասարակշռության վիճակում այդ հավելյալ երկարացումն է։ Իսկ շարժման ժամանակ, եթե մի հատ էլ գծենք զսպանակը, երբ որ ինքը շարժում է կատարում, եթե այս հավասարակշռության դիրքն է, փորձենք տեսնենք ուրիշ գույնով ընդհանրապես ուզում է ինքը գծի, չէ, չի ուզում փոստորեն, իր վրա ազդում է mg ուժը, այս առաձգականության ուժը եւ ըստ Նյուտոնի երկրորդ օրենքի, եթե մենք այս բանի վրա պրոյեկտենք, ուրեմն կունենանք ma, չէ, ընդհանուր ուժը, որտեղ դե ան արագացումն է մարմնի կգրենք որպես երկրորդ կարգի արձանցյալ
Ինչ է հավասար։ Հավասար է այս ուժերի տարբերությանը, չէ՞։ Դե ոնց կարանք գրենք։ Ուրեմն f առաձգականությունը ասեցինք ինչի է հավասար։ Կա անգամ, ուրեմն եթե այս երկարացումը s-ով ենք նշանակել, բայց s ենք, չէ՞, պայմանավորել հավասարակշռության դիրք համարենք, ուղղակի կարանք kx գրենք, որտեղ x-ը իր այդ հավելյալ երկարացումն է, հա։ Ու ինչ կունենանք այստեղ, նշանը մեկ էլ պետք է ուշադրություն դարձնենք նշանի վրա, որ եթե դեպի ներքև է, ինքը ուժը դեպի վերև է, չէ՞, իրանց, այսինքն եթե ձգված է զսպանակը, ուժը դեպի վերև է, այսինքն եթե x-ը բացասական է, ուժը դրական է, հենց որ այստեղ պետք է մինուս նշան դնենք, դե կան դրական մեծություն։ Այսինքն կստանանք որ իրա վրա ազդում է ծանրության ուժը դեպի ներքև ուղղված մինուս mg եւ զսպանակի երկարացումը ուրեմն կլինի, ճիշտ գրենք, ամեն դեպքում այդ կա s-ն էլ կա, չէ՞, որտեղ իր երկարացումը սկզբնական վիճակից, L վիճակից s պլյուս x-ա կամ մինուս x, եկեք առանցքը ներքև ուղղեմ, ամեն դեպքում սենց ավելի հարմար է ստացվում, ոնց տեսնում եմ։ Ինչի որ ավելացման դեպքում երկարացում մեծանա պլյուս գրենք, էլի, հա, առանցքը այսպես է ուղղված։ Արդեն այդ դեպքում դե ծանրության ուժը պլյուս նշանով կլինի։ Արձագանության ուժը միևնույն է հակառակ նշանով, չէ՞, պետք է լինի։ Մինուս կա անգամ երկարացում, բայց երկարացումն ինչքան է սկզբնական դիրքից, այս երկարացումը այդ մինչև հավասարակշռության դիրքն է, պլյուս եւս x հավելյալ երկարացում։ Այսպես։ Ու հավասարում մենք շարժման ըստ էության ստացանք։ Մի հատ պարզեցում կարանք անենք, հաշվի առնելով, որ mg-ն հավասար է մինուս ks-ի, հավասար ks-ի, չէ՞, այս հավասարակշռության դիրքի պայմաններ։ Ստեղ ձևափոխությունից հետո կստացվի m անգամ x-ի երկրորդ կարգի ածանցյալը հավասար է մինուս k անգամ x-ի։ Կամ եթե սա ավելի պարզեցնենք, այսինքն բաժանենք զանգվածի վրա մի կողմ հավաքենք որպես գծային հավասարում, կստանանք այս հավասարումը, որը զսպանակի շարժման հավասարում։ Իհարկե, այս հավասարումը կայափոփոխության ենթարկվի, եթե մենք հավելյալ պայմաններ դնենք, բայց շատ չխորանանք, էլի, խնդրի ֆիզիկական կողմի մեջ։ Զուտ տեսանք մի հատ օրինակ, որտեղ եկանք հանգեցինք երկրորդ կարգի գծային դիֆերենցիալ հավասարման։ Դե միանգամից հարց կարող առաջանա ոնց լուծենք այս հավասարումը, բայց մինչև լուծումներին անդրադառնալը եկեք մի քիչ տեսական կողմին անդրադառնանք այս գծային հավասարումների, հարցեր կան այս խնդրի վերաբերյալ։ Դե ուրեմն մենք դիտարկում ենք նորից ստեղ գրենք, հա, դիտարկենք y2 շտրիխ պլյուս px y շտրիխ պլյուս qxy հավասար է rx երկրորդ կարգի գծային դիֆերենցիալ հավասարում։ Գծային դիֆերենցիալ հավասարում։ Չնայած լուծելը սովորաբար չի ստացվելու այս հավասարումների, մենք շատ մասնավոր դեպքերի համար ենք կարողանալու այս հավասարումները լուծել, բայց սրանց լուծումների մասին, գոյության կամ միակության մասին թեորեմ միևնույնն կա։ Եկեք այդ թեորեմը ձևակերպենք, հա, ուրեմն գրենք թեորեմ, առանց ապացույցի, զուտ
հասկանանք, թե ինչ պայմանների դեպքում ինչ սկզբնական պայմաններ պետք է դնենք, որպեսզի այս հավասարումը ունենա միակ լուծում։ Հա, փակագծում գրենք գոյության եւ միակության թեորեմ։ Ենթադրենք, որ P, Q եւ R ֆունկցիաները անընդհատ են AB միջակայքի վրա։ Ըստ որևէ միջակայք ենք վերցնում AB այդ դեպքում կամայական կետի համար այդ միջակայքից եւ կամայական նախապես ֆիքսված y0 եւ y0' թվերի համար, արժեքների համար հետեւյալ կոշի խնդիրը կոշի խնդիրը ունի միակ լուծում որոշված ամբողջ AB միջակայքի վրա։ Ոնց կարող հասկանանք այս թեորեմը, այսինքն եթե մենք ինչ-որ մի կետում ֆիքսում ենք ոչ միայն ֆունկցիայի արժեքը, այլև իր ածանցյալի արժեքը, միակ լուծում ունի հավասարումը, որ բավարարում է այդ երկու պայմաններին։ Առաջի կարգի հավասարումների դեպքում սովորաբար սենց է, չէ՞, մենք ասում ենք, եթե այդ գոյության միակության պայմանները բավարարված են, հատուցյան կամայական կետով, որտեղ հավասարումը որոշված է, պայմանները բավարարված են, անցնում է միակ լուծում։ Այս դեպքում նման բան չենք կարող ասել, այսինքն x0 y0 կետով կարող են անթիվ քանակությամբ լուծումներ անցնել, բայց եթե նաև ֆիքսում ենք այդ x0 y0 կետում լուծման ուղղությունը, հա, այսինքն չէ որ ածանցյալը հիշում եք, որ այդ թեքությունն է ցույց տալիս, հա, անկյան տանգենսն է, այդ երկրորդ պայմանը ֆիքսելով արդեն լուծում միակն է դառնում։ Էլ ինչ տարբերություններ կան առաջի կարգի հավասարումների հետ համեմատած, նախ ստեղ նկատեք, որ գծային ելնելը թուլացնում է բավական պայմանները։ Մենք ընդհանրապես պահանջում ենք, որ PQR ֆունկցիաները լինեն անընդհատ։ Իրանց ածանցյալների վրա ոչ մի պահանջ չի դրվում, ընդհանրապես սրանց անընդհատությունն է պահանջվում։ Դա գծային հավասարումների պլյուսն է, այլ այսպես ասած։ Ու եւս մի պլյուս, որ գծայինությունը տալիս է։ Էդն է, որ լուծումը ոչ թե որոշված է x0 կետի ինչ-որ շրջակայքում միայն, ու այդ շրջակայքն էլ կարող է ինչ-որ բաներից կախված լինի, ասենք շատ փոքր կարող լինի, այլ ամբողջ միջակայքի վրա, որտեղ այս ֆունկցիաները անընդհատ են, լուծումը շարունակվում է։ Այս արդյունքը հաշվի առնելով մենք սա չենք ապացուցի, հետագայում միգուցե ապացուցենք նույնիսկ ավելի ընդհանուր դեպքում, բայց առայժմ ընդունենք, որ սա ճիշտ պնդում է։ Սրանց օգտվելով մենք այս գծային հավասարման լուծումների մասին ինչ-որ տեսական արդյունքներ ենք ստանալու։ Շատ լավ, այս թեորեմի հետ կապված հարցեր կան։ Եթե չէ, անցնենք առաջ։ Դեմ ոնց ենք մոտենում գծային դիֆերենցիալ հավասարումներին, ոնց ենք դրանց դիտարկում։ Եթե հիշում եք առաջի կարգի հավասարումներ լուծելիս, մենք գծային հավասարումներ լուծելիս, մենք նախ համասեռ հավասարումներ ենք դիտարկում, հետո նոր ընդհանուր անհամասեռ հավասարում։ Այս դեպքում էլ
պետք է տարբերակել այդ դեպքերը, սկսել գծային համասեռ հավասարումներից։ Այստեղ դեպ վերնագիր գրենք, հա, երկրորդ կարգի գծային համասեռ դիֆերենցիալ հավասարումների ընդհանուր լուծում։ Դե ինչ է նշանակում համասեռ հավասարում, եթե հետ գնանք, իհարկե այստեղ նորից կգրեմ, բայց եթե այս rx ֆունկցիան 0-ի է հավասար, այդ դեպքում հավասարումը հիշում եք, որ կոչվում է համասեռ, այսինքն դիտարկենք y2 շտիխ պլյուս px y շտիխ պլյուս qxy հավասար 0, եկեք մեկով նշանակենք երկրորդ կարգի գծային համասեռ դիֆերենցիալ հավասար։ Իրականում ինչ որ հիմա կանենք, բավականին շատ անալոգիաներ ունի գծային հավասարումների համակարգերի հետ։ Այսինքն, եթե օրինակ այստեղ որպես հիշեցում, հա, առանձին գրենք, քանի որ դիֆերենցիալ հավասարումներ չեն սրանք, բայց կտեսնեք ինչքան նմանություններ կան։ Առաջի կարգի չէ, գծային հավասարումների համակարգերը մենք մատրիցական տեսքով կարողանում ենք այսպես գրել, չէ, AX հավասար է 0, ինչ գծային հանրաշիկ պետք է հիշենք իհարկե, որտեղ ան ինչ էր, m-ը n-ի վրա ինչ որ մատրից, x-ը n չափի վեկտոր, հա, որը անհայտների սյունն է, դե 0-ն զրոյական վեկտորն է, բնականաբար m չափի, քանի որ այստեղ մատրիցը m-ը n-ի վրա է։ Ինչ ենք հիշում այս հավասարման լուծումների մասին։ Օրինակ հիշում ենք, որ 0-ն միշտ այս հավասարման լուծում է, չէ, զրոյական վեկտորը։ Հիշում ենք, որ եթե երկու լուծում ունենք այս հավասարման, իրանց գումարը ևս հավասարման լուծում է, չէ, այսինքն եթե AX1 հավասար է AX2 հավասար է 0, ընդհանրապես ցանկացած գծային կոմբինացիա այս վեկտորների ալֆա x1 պլյուս բետա x2-ը լուծում է, որտեղ այս i գծայնությունից ելնելով կբացենք փակագծերը, կգրենք ալֆա x1 պլյուս բետա ալֆա ax1 պլյուս բետա ax2 կստանանք 0։ Ու եթե ավելի ընդհանուր ասենք, այս հավասարման լուծումների բազմությունը ինչ-որ ենթատարածություն է, հա, RN-ի գծային ենթատարածությունը։ Պարզվում է, որ այս ամեն ինչը նաև տեղի ունի դիֆերենցիալ հավասարումների դեպքում, երբ որ մենք նայում ենք համասեռ դիֆերենցիալ հավասարումը։ Դե սկսենք մի հատ պարզ լեմմայից։ Ուրեմն, եթե y1 և y2 ֆունկցիաները մեկով մենք այդ համասեռ հավասարում ենք նշանակել, մեկ հավասարման լուծումներ են, ապա yx հավասար է c1 y1x պլյուս c2 y2x ֆունկցիան ևս մեկի
մեկ հավասարման լուծում է։ Կամայական C1 C2 իրական հաստատումների համար։ Եթե այստեղ էլ գծային կոմբինացիա տերմինը օգտագործենք, իհարկե կարող ենք օգտագործել, կարող ենք ասել, որ հավասարման երկու լուծումների գծային համասեռ գծային հավասարման երկու լուծումների գծային կոմբինացիան եւս այդ հավասարման լուծում։ Եկեք ապացուցենք իրականում շատ պարզ է ապացույցը։ Ինչ պետք է անենք, պետք է տեղադրենք հավասարման մեջ ստուգենք, հա։ X-ը տեղադրենք մեկ հավասարման մեջ, տեսնենք ինչ կստացվի։ Qx, yx, y-ի մեջ դնենք ուրեմն արժեքը C1y1 պլյուս C2y2, սրա երկրորդ կարգի ածանցյալ գումարած px անգամ C1 y1 պլյուս C2 y2x-ի առաջի կարգի ածանցյալ գումարած qx անգամ C1 y1x պլյուս C2 y2x։ Ինչ ենք անում, օգտվելով ածանցյալի հատկություններից, քանի որ ածանցյալը ինքը այդ գծայնությունը ունի, մենք այստեղ կարող ենք բացել գրել C1y1-ի երկրորդ կարգի ածանցյալ գումարած C2y2-ի երկրորդ կարգի ածանցյալ նույն կերպ այստեղ բացել, իրար հետ հավաքել, հա, եկեք y1-երը իրար հետ գրենք, ուրեմն C1 անգամ y1-ի երկրորդ կարգի ածանցյալ էլ որտեղ C1 կա, ստեղ չէ, C1 ոչ թե C1, այլ y1, C1 px y1-ի ածանցյալ եւ y1 կա նաեւ այս փակագծի մեջ, չէ, C1 qx անգամ y1x։ Կարող ենք մի հատ sense փակագծի մեջ դնել, գումարած, եկեք հաջորդ էջում շարունակեմ։ C2 անգամ նույն բանը պետք է չէ լինի, եթե նայեք այստեղ C2y2-ի երկրորդ ածանցյալ, հետո px y2-ի առաջի ածանցյալ եւ qx y2, գրենք այստեղ C2y2-ի ածանցյալ, գումարած երկրորդ ածանցյալ, գումարած C2px y2-ի առաջի ածանցյալ, գումարած C2qx y2x, այս էլ կարող ենք փակագծի մեջ դնել։ Դե եթե նայենք այս արտահայտություններին, այս առաջի կտորին, եթե C1-ն ընդհանուր հանենք, այստեղ ստացվում է այդ նույն մեկ հավասարումը մեջը y1 տեղադրած, չէ՞։ Բայց քան որ y1-ը հավասարման լուծում է, ուրեմն այս ամբողջը կստացվի ուղղակի C1 անգամ 0, երկրորդը նույն կերպ, քանի որ y2-ն էլ է հավասարման լուծում, կստացվի C2 անգամ 0, կստացվի 0, հետևաբար YX-ը մեկ հավասարման լուծում է։ Ապացույցը սրանով ավարտվեց։ Սա շատ պարզ լեմա էր, համաձայնեք, ինչ-որ դժվար բան չկար, ավելի դժվար է հասկանալ, իսկ արդյոք ուրիշ լուծումներ կարան լինեն։ Օրինակ, եթե երկու լուծում գտանք հավասարման, կարող է բոլոր լուծումները հենց այսպես էլ արտահայտվեն։ Դրա համար իհարկե պետք է այդ երկու լուծումները նախ ինչ-որ իմաստով իրարից տարբեր լինեն, այսինքն դա հանրահաշվի լեզվով կոչվում է անկախություն։ Երկու ֆունկցիաները պետք է լինեն գծորեն անկախ։ Եկեք այստեղ կոնկրետ իհարկե դա նույն սահմանումն է, ինչ որ հանրահաշվից եք անցել, բայց այստեղ ես մի հատ տենց սահմանում տամ, հա, ամեն դեպքում։
ուրեմն AB հատվածի վրա միջակայքի, հա։ Այստեղ բաց թե փակ ընդհանրապես էական չի, կարող ենք եւ բաց փակագիծ դնել եւ բաց միջակայք վերցնել եւ փակ միջակայք, AB հատվածի վրա որոշված f եւ g ֆունկցիաները կոչվում են գծորեն անկախ, եթե գոյություն չունի այնպիսի C հաստատուն, որ F-ը հավասար է CG-ի կամ G-ն հավասար է CF-ի հատվածի վրա, հա, AB-ի վրա։ Սա նույնն է, ինչ որ եթե հանրահաշվի սահմանումը հիշեք, այնտեղ սովորաբար գծային կոմբինացիայով են, չէ՞, սահմանում, ասում են, եթե երկու ֆունկցիաների միայն զրոյական գծային կոմբինացիան է 0, այդ դեպքում ֆունկցիաները գծորեն անկախ են, կարելի է համոզել, որ նույն բանն է, ուղղակի համարժեք սահմաններ են։ Այստեղ ինչ ենք երկու դեպքը առանձին գնում, որովհետև կարող է մի ֆունկցիան օրինակ զրոյական լինի, չէ՞, ասենք Եթե եթե G-ն օրինակ զրոյական լինի, F-ը չէ, F-ը C անգամ G-ով չենք կարող արտահայտենք, բայց G-ն քանի որ կարանք, գրենք 0 անգամ F։ Այդ դեպքում եւս ֆունկցիաները կլինեն գծորեն կախված։ Դե այդ էլ սահմանենք, ուրեմն հակառակ դեպքում այսինքն երբ որ մի ֆունկցիան մյուսի բազմապատիկ է, հա, հակառակ դեպքում F-ը եւ G-ն կոչվում են գծորեն կախված։ Մինչև շարունակելը մի բան քանի հիշել եմ ասեմ, այս շաբաթ տնային չի լինի, ձեզ, բայց խորհուրդ եմ տալիս, որպես տնային այս նախորդ թեմաները, եթե դեռ չեք սովորել, սովորեք, եթե սովորել եք մի հատ նորից նայեք, հարցերի դեպքում անպայման գրեք։ Երեք ինձ դասախոս շատ լավ անալոգիա բերեց, ուզում եմ ես էլ ձեզ ասեմ։ Ասում է հայերի մոտ այնց սովորություն կա, չէ, որ ասենք ցերեկը հաց չեն ուտում, իրիկունը մի անգամից այնց նախաճաշ լանչ ընթրիկ սաղիրատ խառնած ուտում են։ Ու դա բնականաբար առողջության վրա լավ չի ազդում, սովորելն է տենց էլի, իրոք այդ անալոգիան կա, եթե ամեն ինչ մնա քննության վերջի նախորդ օրը կամ նույնիսկ վերջի ժամերին դա սովորելու առողջության վրա, հակապտական առողջության վրա հաստատ լավ հետևանքներ չի ունենալ, հենց որ տնային չունենալը կարեք օգտագործեք նախորդ թեմաները կրկնելու կամ սովորելու համար։ Հիմա շարունակենք արդեն, ինչի վրա կանգ առանք, ուրեմն գծորեն անկախ ֆունկցիաներ սահմանեցինք և գծորեն կախված ու մեր նպատակը որն է, մենք ուզում ենք հասկանանք արդյոք կամ երկու ֆունկցիաների գծային կոմբինացիան տեսանք, որ լուծում է, բայց հաջորդ հարցերն արդյոք կամայական լուծում արտահայտվում է ինչ-որ տրված երկու լուծումների գծային կոմբինացիայով։ Դրա համար փորձենք այդ ենթադրությունը անենք ու տեսնենք այդտեղից ինչ է ստացվում, հա։ Եթե մենք ուզում ենք, որ YX հավասար է C1 Y1X plus C2 Y2X-ը լինի այս համասեռ հավասարման ընդհանուր լուծման բանաձևը, մենք այս ֆունկցիայի համար մի հատ կոշի խնդիր կսարքենք, որին եթե կարողանանք C1, C2-ը այնպես ընտրենք, որ բավարարվի այդ կոշի խնդիրը, ավտոմատ այդ միակության թեորեմից ելնելով
մենք կտեսնենք, որ կամայական լուծում կարտահայտվի այս ձևով։ Այսինքն առայժմ մենք ուղղակի ենթադրում ենք, որ այդ մեկ հավասարման, գծային համասեռ հավասարման կամայական լուծում ինչ որ երկու տրված լուծումների գծային կոմբինացիայով արտահայտվում, իհարկե այստեղ նաև պահանջելու ենք, որ այս լուծումները լինեն գծորեն անկախ։ Որտեվ հասկանալի է, չէ, եթե այս լուծումները իրարից կախված են, այսինքն մեկը ինչ որ թիվ անգամ մյուսն է։ Այդ դեպքում, հա, եթե y2x-ը հավասար է ինչ որ անգամ y1x, այս ամբողջ արտահայտությունը ընդհանրապես կլինի մի ֆունկցիայի, հա, ինչ որ բազմապատիկ c1y1x պլյուս ստեղել կլինի c2a y1x ստացվի ընդհանրապես մի հատ թիվ բազմապատկած y1x-ով բարձր որ սա չի չէ, բավարար չի, դրա համար մենք նաև ենթադրելու ենք, որ y1 y2-ը գծորեն անկախ են իրարից։ Հիմա այդ կոշու խնդիրը, հա, հասկանանք։ Եթե y-ը լուծում է հավասարման, եթե y-ը մեկ հավասարման լուծում է, ինքը x0 կետում ինչ որ արժեք կընդունի, x0-ն ֆիքսում ենք ինչ որ ձևով, բայց մյուս կողմից եթե ինքը այս տեսքն ունի, ինքը հավասար կլինի c1 անգամ y1 x0 պլյուս c2 անգամ y2 x0, չէ՞։ Եվ սա ենթադրենք հավասար կլինի ինչ որ y0 արժեքի։ Ու նույն կերպ ածանցյալը ինչի հավասար կլինի։ Այս տեսքին նայելով c1 y1-ի ածանցյալ x0 կետում պլյուս c2 y2-ի ածանցյալ x0 կետում հավասար է y0 շրիխ, ստեղ իհարկե դա չեք հասկանում y0-ի ածանցյալ, որտեղ y0-ն թիվ է, սա մեկ այլ թիվ է, որը հարմար է նշանակել այսպես։ Ուստեղ հարցը կարող ենք c1 c2-ը այնպես ընտրել, որ կամայական y0 y0 թվերի համար այս երկու հավասարությունները բավարարվեն։ Այսինքն հարցը գալիս է ըստ էության գծային հավասարումների համակարգի, չէ՞։ Եթե սա այստեղ պատկերացրեք c1 c2-ը անհայտներ են, այս ամեն ինչը մենք կարող ենք մատրիցական տեսքով, չէ՞, գրել, սենց y1 x0, y2 x0, y1 շտրիխ x0, y2 շտրիխ x0, անգամ c1 c2, որը մեր անհայտներն են, c1 c2-ը հավասար է y0 շտրիխ։ Եթե մենք նախապես y0 կետը ֆիքսենք, y0 y0 կետը ֆիքսենք, հարցը առաջանում, կարողանանք այնպիսի c1 c2 գտնել, որ բավարարի այս հավասարությանը, կամ այս մատրիցական հավասարմանը, կամ այս երկու հավասարությունների։ Իսկ դա ինչ կնշանակի, եթե միշտ կարողանանք այդպիսի c1 c2 գտնենք, կնշանակի, որ կամայական լուծում այս տեսքով կներկայացվի, չէ՞, որովհետև այդ գոյության միակության կամայական y լուծում եթե վերցնենք, ինքը x0 կետում ինչ որ արժեք է ընդունում եւ իր ածանցյալն էլ x0 կետում մի ուրիշ արժեք է ընդունում։ Եթե ամեն այսպիսի երկու արժեքի համար մենք այդ c1 c2-ս կարողանանք ընտրել, ուրեմն կամայական լուծում միակության գոյության միակության թեորեմից կհետևի, որ կամայական լուծում այսպես է ներկայացվում։ Ու բնականա, այսինքն եթե մենք այս համակարգն ենք դիտարկելու, երբ այս համակարգը ունի միակ լուծում։ Դա խիստ կախված է այս մատրիցից, չէ՞։ Այսինքն այս մատրիցը նույնիսկ կարող ենք ասել իր որոշիչից է, չէ՞, կախված։ Որտեվ եթե որոշիչը 0 չի, գիտենք, որ սա կունենա միշտ միակ լուծում, իսկ եթե որոշիչը 0 է, այդ միակ լուծումը արդեն չի լինի, հա, կամ անվերջ քանակությամբ լուծումներ կունենա, կամ ընդհանրապես լուծում չի ունենա։ Դրա համար բնական է այս մատրիցը կամ սրա որոշիչը առանձին դիտարկել։ Եկեք սահմանում տանք։
ուրեմն այս որոշիչը նշանակում ենք W տառով, քանի որ ինքը երկու հատ նախապես տրված ֆունկցիաներից է կախված, բայց բարձր է, իր արգումենտը չի, դրա համար ես sense քառակուսի փակագիծ եմ դնում, ինքը x-ից ֆունկցիա է, այս որոշիչը, y1x, y2x, y1'x, y2'x։ Այս որոշիչը, որպես x-ից կախված ֆունկցիա, կոչվում է y1 և y2 ֆունկցիաների Վրոնսկու որոշիչ։ Կամ կարճ սրան անվանում ենք Վրոնսկյան։ Մասնավորապես, այս նախորդ էջում մենք մեզ հետաքրքիր է այդ որոշիչի արժեքը կոնկրետ x0 կետում։ Դրա համար պետք է այս ֆունկցիան ուսումնասիրենք, հասկանանք ինքը երբ է 0 դառնում, երբ է 0-ից տարբեր ու ապացուցենք հետևյալ պնդումը։ Մի լեմա արդեն գրել ենք, չէ՞, սա կլինի լեմա 2-ը։ Ուրեմն, եթե y1 և y2 ֆունկցիաները մեկ հավասարման, գծային համասեռ հավասարման լուծումներ են, էլի, ինչ-որ AB միջակայքի վրա։ Այստեղ իդեպ մոռացա ասել, որ այս միջակայքը կարող է նաև անվերջ լինի, այսինքն անուբեն կարող ենք նաև անվերջ ընտրել, ոչ մի խնդիր չկա։ Ապա այս Վրոնսկու որոշիչը կորոշվի հետևյալ բանաձևով։ Էլի ստեղ y1, y2-ը գրեմ։ Կամ լավ, որպեսզի շատ չբարձրացնենք գրառումը։ Թողենք սենց, հա։ Բնականաբար y1, y2-ը ֆիքսել ենք, հենց որ wx գրելով հասկանում ենք հենց այս մեծությունը։ Որոշումա այսպիսի բանաձևով։ wx0 անգամ j-ի մինուս որոշալ ինտեգրալ x0-ից x, pt-դ-ը, որտեղ p-ն հիշեցնեմ մեր գծային հավասարման ինքը ահագին հեռու է, հա, մնացել։ Այս հավասարման առաջի կարգի ածանցյալի գործակիցն է։ x0-ն ինչ-որ կետ է AB հատվածից և բնականաբար այս հավասարությունն էլ տեղի ունի ամբողջ AB հատվածի վրա։ Եկեք, եթե ձևակերպման հետ կապված հարցեր չկան, փորձենք այս պնդումը ապացուցել։ Բանաձևն էլ ասեմ, որ երևի առանձին արժի գրել, որ այս բանաձևը ինչ-որ անուն ունի, բայց դա լավ, կհասնենք բանաձևին, նոր կգրենք։
Եթե հանկարծ մոռանամ, հիշացրեք, որ այդ բանաձևի անունը ասեմ։ Դե սկսենք ապացույց։ Այս տեսքից ինձ թվում է կարելի է ենթադրել, որ սա ստացվել է ինչ-որ դիֆերենցիալ հավասարումից, չէ՞։ Ինչ-որ c անգամ y-ի բանում էլ ինտեգրալ, հա, այս ցուցիչում, երևի թե ինչ-որ դիֆերենցիալ հավասարումից է ստացվել, փորձենք w-ի վրա, w-ի համար ինչ-որ դիֆերենցիալ հավասարում ստանալ, այստեղ նորից w-ի տեսքը գրեմ, այնտեղ որոշիչով էի գրել, բայց կարելի է այստեղ բացած, չէ, այդ որոշիչը գրել, y1x, y2x, y1'x, y2'x, y1 անգամ y2' հանած y1' անգամ y2։ Դա որոշիչն է բացված տեսքով։ Եկեք այս ֆունկցիան ածանցենք ըստ x-ի։ Արդեն այս բանը չգրեմ, որտեղ նշանակում մի քիչ հարմար չի լինի։ W'(x)-ը ինչ կլինի, եթե այն ֆունկցիան ածանցենք, կլինի y1-ի ածանցյալ անգամ y2-ի ածանցյալ, գումարած y1 անգամ y2-ի ածանցյալի ածանցյալ, այսինքն երկրորդ կարգի ածանցյալ, հետո հանած այս կտորի ածանցյալը, այսինքն y1-ի երկրորդ ածանցյալ անգամ y2, հանած y1-ի ածանցյալ անգամ y2-ի ածանցյալ, որը, ինչպես տեսնում եք, կարելի է մի քիչ պարզեցնել ու գրել y1x, y2'x հանած y1 2'x, y2x տեսքով։ Ինչի այս քայլը արեցինք, որովհետև այս երկրորդ կարգի ածանցյալները, քանի որ y1-ն ու y2-ը լուծումներ են հավասարման, ավելի ցածր կարգի ածանցյալներով արտահայտվում են, չէ՞, նույն ֆունկցիաների։ Որպեսզի մի քիչ կարանք միանգամից ստեղ արտահայտենք, բայց եկեք ավելի պարզ լինելու համար մի հատ հիշենք այս y1-ն ու y2-ը ինչ են։ Դե լուծումներ են, այսինքն բավարարում են դիֆերենցիալ հավասարման։ Դա նշանակում է, որ y1 2'x պլյուս px y1' պլյուս qx yx-ը հավասար է 0-ի կամայական x կետում AB միջակայքից եւ նաեւ նույնը տեղի ունի երկրորդ ֆունկցիայի համար։ Ստեղ y1, ստեղ y2։ Նորից կամայական x կետում։ Եկեք ես առաջի հավասարումը բազմապատկեմ y2-ով, երկրորդը y1-ով ու իրարից հանենք։ Ինչի ենք տենց անում, որովհետև այս երկու արտահայտություններին շատ նման բաներ կստանանք։ Ուրեմն ինչ կստանանք, եթե առաջի հավասարությունը բազմապատկենք y2-ով, դա գրենք, y2x y1 2'x պլյուս px y2x y1' պլյուս qx y2x y1x-ը հավասար է 0-ի եւ երկրորդն էլ y1-ով ենք բազմապատկում y1x y2'x պլյուս qx y1x y2x հավասար է 0 եւ իրարից հանենք այս հավասարությունները։ Ինչ կստանանք արդյունքում։ Կստանանք y2x y1 2' հանած y1 y2'x, բայց դա հիշենք, որ ինչն է մեզ մոտ։
այս Վրոնսկու որոշիչն է, նու մինուս նշանով, չէ, այստեղ որտեվ մինուս y1 2 շտրիխ է, այստեղ եթե սրանից ենք սահանում, ստիպված պետք է գրենք մինուս, կարող ենք ներքևինից վերևինը հանել, տեղական չի, մինուսները կարող ենք հետո պլյուս ստացնել, այստեղ ինչ ենք ստանում, px անգամ, ուրեմն y2, y1 շտրիխ, հանած y1, y2 շտրիխ, եթե էլի հետ գնանք, ու սա այս նույն Վրոնսկյանն է, էլի մինուս նշանով, եւ ներքևինից վերևինը հանենք միանգամից առանց մինուսների, բայց սենց էլ կգրի ոչինչ։ px ուրեմն wx, չէ՞։ Ու այս երկուս եթե իրաց հանենք 0 կստացվի։ Այսինքն մեր w ֆունկցիան բավարարում է այս դիֆերենցիալ հավասարմանը, հա, գրենք որ wx-ը բավարարում է ուրեմն w շտրիխ պլյուս px w հավասար 0 առաջ կարգի գծային դիֆերենցիալ հավասարմանը։ Իսկ դա ինչ է նշանակում։ Մենք գիտենք, չէ՞, որ ֆունկցիաներն են այս հավասարմանը բավարարում։ Իսկ հավասարմանը ուղղակի լուծում ենք հավասարումը, ստանում ենք լուծելով հավասարումը ստանում ենք wx-ը հավասար է Կարանք C-ով գրենք, կարանք միանգամից wx 0-ով գրենք, բայց առայժմ սենց գրենք, մինուս ինտեգրալ p ֆունկցիայից, չէ։ Ինչ եմ այստեղ, որպեսզի այտենց անորոշություն չլինի, հա, այստեղ ինտեգրալ նախնական, որ նախնականն ենք վերցնում։ Մի հատ կոնկրետ նախնական կարանք, չէ, այստեղ ֆիքսենք, իսկ դա ոնց են ֆիքսում, անորոշ ինտեգրալ դարձնում են որոշել ինտեգրալ։ Գրում ենք, ինչ որ x0 կետից, x կետ, ինտեգրալ պետը դետը։ Ու որպեսզի ես c որոշենք, որպեսզի c չմնա, ուղղակի x0 ենք դնում w-ի մեջ, հա, x0 տեղադրելով կստանանք wx0-ն հավասար է c անգամ y մինուս ինտեգրալ x0-ից x0, այսինքն y մինուս ինտեգրալ x0-ից x0 p որը բնականաբար 1-ի է հավասար, այսինքն c-ն հավասար է wx0 եւ wx-ը հավասար է wx0 անգամ y-ի մինուս ինտեգրալ x0-ից x pt dt։ Եկեք ես բանաձևը հացեր կան, եթե հացեր կան, ասեք։ Եթե չէ, այստեղ բանաձևը նորից գրեմ, որովհետև այս բանաձևից ինչ-որ հետևություն մենք կարող ենք անել։ Այս բանաձևը կոչվում է Abel-ի բանաձև կամ Abel-Liouville-ի բանաձև։ Առաջի անգամ Նիլս Abel-ն է, Նիլս Հենրիկ Abel-ն է ստացել այս բանաձևը, հենց երկրորդ կարգի հավասարների համար, իսկ Liouville-ը ընդհանրացրել է ընդհանուր դեպքի համար, n-րդ կարգի հավասարների համար, դրան երբ որ ժամանակ կա կանդրադառնանք։ Ինչ կարող ենք ասել, ինչ հետևություն կարող ենք անել այս բանաձևից։ Մեզ եթե հիշում եք, հետաքրքրում է այդ Վրոնսկյան որտեղ է 0 դառնում, որտեղ 0 չի դառնում։ Իրա բացահայտ տեսքը միգուցե մեզ նույնիսկ պետք էլ չի էս, չնայած ինչ որ տեղից կօգտագործենք պետք կգա, բայց ընդհանրապես ասած, այս պայն մեզ հետաքրքրում է wx-ի 0 դառնալու հարցը։ Իսկ այս բանաձևից ինչ կարող ենք ասել, այստեղ միանգամից որպես բանից այս լեմայից հետևանք,
կարող ենք գրել, որ եթե նորից պետք է գրենք, հա, եթե y1 եւ y2 ֆունկցիաները մեկ հավասարման լուծումներ են, ապա wx-ը կամ նույնաբար 0-ի է հավասար, կամ ոչ մի կետում 0 չի դառնում։ Կամ wx-ը նույնաբար հավասար է 0-ի ամբողջ ինտերվալի վրա, կամ wx-ը հավասար չի 0-ի ոչ մի x կետում։ Ապացույցը անմիջապես բխում է Abel Liouville-ի բանաձևից, հա։ Գրենք ապացույց։ Բխում է Abel Liouville-ի բանաձևից։ Զուտ կարող ենք ասել, որ այս էքսպոնենտը երբեք 0 չի դառնում, հետևաբար, եթե wx0-ն 0 եղավ, ինչ որ կետում գոնե, բոլոր x-երի համար սա 0 կդառնա, իսկ եթե ոչ մի կետում 0 չի, արդեն երկրորդ պնդումն է, էլի, ոչ մի կետում 0 չի։ Այս Վրոնսկու որոշչի մասին ուրեմն մի հատ կարևոր բան իմացանք, որ ինքը կամ նույնաբար 0 է, կամ ոչ մի կետում 0 չի դառնում։ Երկրորդ հարցը, իսկ երբ է 0 դառնում եւ երբ 0 չի դառնում։ Այսինքն ինչ դեպքում ինքը նույնաբար 0 կլինի ու հա, դա կապված է ֆունկցիաների այս երկու լուծումների գծորեն անկախ ու կախված լինելու հետ։ Միանգամից եկեք ձևակերպենք հաջորդ լեման, որը այդ հարցի պատասխանը կտա։ Ուրեմն դիցուկ y1 եւ y2 ֆունկցիաները մեկ հավասարման լուծումներ են։ Նորից գրենք ինչ-որ AB միջակայքում։ Ուրեմն այդ դեպքում y1 եւ y2 ֆունկցիաները գծորեն կախված են այն եւ միայն այն դեպքում, երբ wx-ը, w ստեղ շեշտենք, հա, y1, y2-ից սրանց այս ֆունկցիաների Վրոնսկյանը նույնաբար հավասար է 0-ի AB հատվածում։ Էլի ապացույցը բավականին պարզ է։ Նախ ձախ-ցած ապացուցենք, այսինքն եթե ֆունկցիաները կախված են, դա ինչ է նշանակում, որ մեկը մյուսով արտահայտվում է, չէ՞։ Կարանք իհարկե երկու դեպքի բաժանենք, եթե y1-ը նույնաբար 0-ի է, հա, այս 0-ական լուծումն ենք վերցրել, պնդումը ակնհայտ է, որոշիչը 0-ի է հավասար։ Հակառակ դեպքում y2 ֆունկցիան կարող գրենք, եթե գծորեն կախված է, y2-ը հավասար է c անգամ y1, հա, այդ ամբողջ հատվածի վրա։ Դե որոշիչը եկեք հաշվենք,
ինչի է հավասար, y1x, այս y2-ի տեղը եկեք գրեմ c անգամ y1x, ածանցյալը y1'x, ստեղել c անգամ y1'x, որոշ չկբացը կտեսնեք, որ ակնհայտորեն 0-ի է հավասար։ Հիմա ապացուցենք հակառակ կողմը, հա։ Այսինքն ենթադրենք, որ երկու ֆունկցիաների Վրոնսկյան նույնաբար 0-ի է հավասար, եկեք ստեղ այդ բացված տեսքով, հա, գրեմ որպես որոշիչը, y1 անգամ y2 շտրիխ, հանած y2 անգամ y1 շտրիխ, ենթադրենք ինքը նույնաբար 0-ի է հավասար, այստեղից ոնց կարող ենք ստանալ, որ ֆունկցիաները գծորեն կախված են։ Էլի եկեք երկու մասի բաժանենք, եթե y1-ը 0-ական է, այդ դեպքում ակնհայտ է, չէ, 0-ական ֆունկցիան ու ցանկացած ուրիշ ֆունկցիա իրար հետ գծորեն կախված են, հենց որ այս դեպքում էլի պնդումը ապացուցված է, տենց կարող ենք գրել։ Հետև մեզ պետք է ցույց տալ, որ այդ երկու ֆունկցիաները գծորեն անկախ են։ Այս հետաքրքիր դեպքը նա, երբ որ y1-ը 0 չի, այդ դեպքում ինչ կարող ենք անել։ Այս արտահայտության նայելով, սա ինչ որ բանի ածանցյալ ոնց որ հիշացնում է, չէ՞, ինքը y1 անգամ y2-ի ածանցյալը չի, որովհետև մինուս նշան է դրած, բայց մի փոքր ձևափոխությունից հետո ինքը կդառնա հարաբերության, չէ՞, ածանցյալ։ Դե քանի որ պայմանավորվել ենք, որ y1-ը 0 չլինի, չէ՞, եթե այս դեպքը ինչի առանձնացրեցինք, որ հանգիստ բաժանենք y1-ի վրա։ Դե տվյալ դեպքում y1-ի քառակուսու վրա։ Ուրեմն ոնց հա, որպեսզի ածանցյալ ստանանք։ Ուրեմն եթե y1-ը 0-ի հավասար չի, ինչ կանենք, այս արտահայտությունը կբաժանենք y1x-ի քառակուսու վրա։ Եվ սա ինչ կլինի, սա կլինի y2 բաժանած y1-ի ածանցյալը, չէ՞։ Եվ սա նույնաբար հավասար է 0-ի։ Իսկ դա ինչ է նշանակում։ Որ հարաբերությունը հաստատում է։ Այսինքն y2x-ը հավասար է c անգամ y1x, որևէ c հաստատումի համար։ Ну, ոչ թե համար, գրենք դեպքում, հա։ Թեորեմը լեմման ապացուցված է։ Այս երկու լեմաները իրար հետ համատեղելով, նախ մինչև այդ այստեղ զուտ անկախության համար ենք ոնց են ստուգում, որ երկու ֆունկցիաները գծորեն անկախ են, այդ հարցն էլ կարող առաջանա։ Այս ստեյց ելնելով Սմա առանց դրա էլ պարզա, որ կարելի է ֆունկցիաները իրար վրա բաժանել ու տեսնել, եթե հարաբերությունը հաստատուն է, ուրեմն իրան գծորեն կախված են, եթե հաստատուն չի, x-ից կախված է, ուրեմն գծորեն անկախ են այդ երկու ֆունկցիաները։ Ու այս արդյունքները համատեղելով մենք փաստացի ապացուցեցինք հետևյալ թեորեմը։
Ուրեմն, եթե y1 եւ y2 ֆունկցիաները մեկ հավասարման գծորեն անկախ այստեղ անպայման սա արդեն պետք է շեշտել գծորեն անկախ լուծումներ են AB հատվածի վրա ապա մեկ հավասարման ընդհանուր լուծումը տրվում է x-ը հավասարը c1 y1x պլյուս c2 y2x, որտեղ c1 c2-ը իրական թվեր են բանաձև։ Այսինքն, եթե սա ինչ է նշանակում հավասարման ընդհանուր լուծում։ Այսինքն, կամայական լուծման համար մենք կարող ենք գտնել C1, C2 թվեր, այդ էլ գրենք, հա, որպեսզի ընդհանուր լուծում արտահայտությունը հասկանալի լինի, այսինքն մեկ հավասարման կամայական y լուծման համար գոյություն նշանով, հա, գրենք, որտև ստեղել ենք նշանով օգտագործել, գոյությունն են C1, C2 հաստատուններ, այնպես, որ y1x-ը հավասար է C1 y1x պլյուս C2 y2x։ Պարզ է, չէ, որ այս թեորեմ մենք ապացուցեցինք ըստ էության։ Քայլերը որն են, մենք տեսանք, որ եթե հետ գնանք, ուղղակի այդ ապացույցի վրայով ոնց որ նորից անցնենք, մենք տեսանք, որ եթե այս հավասարումը, այս համակարգը ունի միակ լուծում, գոյության միակության թեորեմից հետևում է, որ այդ y լուծումը անպայման պետք է սրան հավասար լինի, որովհետև այս երկու ֆունկցիաները նույն սկզբնական պայմաններին են, չէ՞, բավարարում։ Ձախ կողմում էլ x0 դնենք y0 է ստացվում, աջ կողմում էլ եւ ացանցիալներն էլ նույն ձևի։ Այսինքն հարց գալիս է նրան, իսկ երբ է սա 0-ից տարբեր։ Տեսանք, որ եթե y1, y2-ը գծորեն անկախ ֆունկցիաներ են, դրեցինք մեր թեորեմի պայմանում, կամայական x0 կետի համար սա 0-ի հավասար չի։ Իսկ ինչի կամայական x0-ի համար 0-ի հավասար չի, դա էլ բխում է Վրոսկյանի հատկություններից, որ այդ երկու լեմաների ընթացքում ապացուցեցինք, հա, երկու լեմաներով ցույց տվեցինք։ Այսինքն թեորեմը ապացուցվեց, ինչ կարանք ենթադրենք այս թեորեմից, կամ ոչ թե ենթադրենք, այլ եզրակացնենք, որ եթե համասեռ հավասարման երկու լուծում գտանք, գծորեն անկախ, բոլոր լուծումները կարող ենք գտնենք։ Մենք հարցը առաջանում ինչպես գտնել այդ երկու լուծումները, ուտեղ ցավոք կանգ ենք առնում, կամ այն իմաստով ենք կանգ առնում, որ ընդհանուր դեպքում տարական ֆունկցիաներով տենց չի ստացվում գտնել։ Ինչ որ դեպքերում կարող ենք գտնել եւ այդ դեպքից մասնավոր դեպքը կարևոր այնա, երբ որ այս PQ ֆունկցիաները հաստատուններ են։ Այսինքն ունենք հաստատուն գործակիցներով հավասարում, դրան հաջորդ դասին կանդրադառնանք, այստեղ քան որ մի րոպե ունենք, ուղղակի հիշենք ամեն դեպքում լուծենք այդ սպանակի խնդրի հավասարումը, թեկուզ մի քիչ գուշակելով լուծումը, ուրեմն որն է հավասարումը, եթե հիշենք այդ սպանակի խնդրի
խնդրի կամ գրենք խնդիրը, հա։ Ուրեմն x-ի այստեղ անհայտ ֆունկցիան x-ն էր ժամանակից կախված, x-ի երկրորդ կարգի ածանցյալը գումարում ենք k-ը x-ին, ստացվում է 0։ Օրինակ, եթե պատկերացնենք, որ այս k-ը 1-ի է հավասար, ավելի պարզ դեպք նայենք, հա, x 2 պլյուս x հավասար 0։ Այս հավասարման լուծումներ կարող եք գուշակել։ Ex-ը լուծում կլինի, թե չէ։ Ex-ը եթե երկու անգամ ածանցենք, ինքը էլի ex կմնա, չէ։ Մեզ ֆունկցիա պետք որ երկու անգամ ածանցենք, նշանը փոխվի։ e-x-ն էլ այդպեսին է, չի, որովհետև e-x-ը երկու անգամ ածանցելուց երկու հատ մինուսը իրար հետ պլյուս է տալիս։ Այսինքն ոնց մինուս e-ի էտը չի, էտը լավ է։ Այն ֆունկցիան, այդ պետք է հիշել ուղղակի, ֆունկցիա, որ երկու անգամ ածանցելուց նշանը փոխվում է, մեկը սինուս ֆունկցիան է, մեկը կոսինուս ֆունկցիան է։ Այսինքն, այս դեպքում էլ, քանի որ սենց գործակից կա, մենք հեշտ է ստուգել, որ սինուս արմատ k-ը, այս դրական է այս թիվը, t և կոսինուս k-ը t ֆունկցիաները այս հավասարման երկու լուծումներ են։ Պարզա չէ, որ իրանք գծորեն անկախ լուծումներ են, որտեղ իրանց հարաբերությունը հաստատուն չի։ Այսինքն, այս եթե սա 3-ով նշանակենք, կամ 2-ով, հա, երևի, ոնց որ 1-ից հետո ուրիշ թիվ չենք օգտագործել։ 2-ի ընդհանուր լուծումը կգրվի c1 անգամ սինուս արմատ k-ը t գումարած c2 անգամ կոսինուս արմատ k-ը t տեսքով, որտեղ c1 c2-ը կորոշվեն սկզբնական պայմաններից, եթե դրանք դնենք, եւ սա ինչ է նշանակում, եթե մեկնաբանենք, զսպանակը ինչպես է շարժվում, ինքը կատարում է հարմոնիկ տատանումներ, այսինքն եթե գրաֆիկ գծենք, կլինի սինուսոիդալ։ Հավասարակշռության դիրքի նկատմամբ հարմոնիկ տատանումներ անում, այստեղից նաև այն հայտնի պարբերության բանաձևը կստացվի, եթե հիշում եք դպրոցից տեն 2 պի անգամ արմատ mk-երորդ, հենց այս դպրոցում պարզ է հավասարում չեն լուծում, բայց այս շատ պարզ իրականում այս ամեն ինչը եւ հաճախությունը եւ պարբերությունը այս լուծումը գտնելուց ավտոմատ ստացվում է, էլի։ Քանի որ այստեղ sense գործակից կա, ֆունկցիայի բանը, պարբերությունը այս մեծությանն է հավասար։ Սրանով այսօր ավարտենք։